ով ընտրվեցիք տեխնացու պարոն Ալեքսյան։ Հարգելի պարոն Կիրակոսյան, ինչպես եւ անցած անգամ, այս անգամ եւս Նախորդ գիտենք, օրինակ, Ռուբեն Ռուբինյանը 10 քույր էր ստացել։ այ հենց տենց էլ գիտեք, որ ձեր լրատվությունը մեծ հաշվով։ Շատ ուզում եմ նախ շատ մեծ շնորհակալություն հայտնել վարչության անդամ գործընկերներիս են վստահության համար, որ ցույց տվեցին։ Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը եւ ուզում եմ ասել նաեւ, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված տեխնացուների հետ, որոնք որ կային այսօր։ Պարոն Ալեքսանյան, մենք ակնկալում ենք, որ գոնե տեխնացուներից մեկը, որ ընտրվեր, կին կլիներ, որովհետև կարծում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը կանանց հարցում կարծես թե պաշտոնների շատ է տալիս, ինչպես ստացվեց, որ այս դեպքում առավելություն չտրվեց կանանցից մեկին։ Լրիվ լեգիտիմ էր ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ եւ դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում, բայց այնուամենայնիվ մենք մեր ներկայացված կին տեխնացուները առնվազն երկուսն էլ բավականին կայացած են եւ երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն։ Գնահատվել արդյոք խմբակցությունում արված աշխատանքը, որովհետեւ խմբակցության ղեկավարը եւ դուք խմբակցության որպես падգամավոր եք ընտրվել։ Այսինքն այդ գնահատվել է այդ խմբակցությունում ինչպես է։ Հիմա շատ անհամեստ կլինի ասելը, թե ինչի համար են մարդիկ ընտրել օրինակ ինձ։ Բայց կարծում եմ առհասարակ բնականաբար թե կատարած աշխատանքը եւ թե պոտենցիալ պաշտոնում մարդու հնարավոր գործունեությունն է գնահատվում որպես այդպես։ Պարոն Ալեքսանյան, Մեդվեդևն ասում է, այն ինչ անում են հիմա Հայաստանում հայ ժողովրդի շահերից չի բխում, դեպի ուկրաինացման սցենար է գնում, սա ինչպես կմեկնաբանի։ Չեմ մեկնաբանի, Կաշկանդված չեմ լսել ու չեմ կարդացել անձամբ այդ հայտարարությունը եւ հետեւաբար այո կաշկանդված եմ դա մեկնաբանը, քանի որ անձամբ չեմ պաշտոնյաներից։ Ես առհասարակ զգուշանում եմ որևէ պաշտոնյայի խոսքը մեկնաբանել այն ժամանակ, երբ որ ես ինքս դա չեմ կարդացել կամ չեմ լսել։ Լավ, պարոն Ալեքսանյան, դուք որպես փոխնախագահ ինչ ներդրում եք ունենալ, օրինակ ասում են դեկալու են ժամանակ ամբիոնից էր գոռում, հոխորտում ընդդիմադիրների վրա, հիմա ավելի բարձրից, նման գնահատականներ են հնչում, երբ որ ձեր տեխնացությունը հաստատվեց, այդպիսի փոխնախագահ եք լինելու։ Նախ պետք է ասենք, որ դեռ ազգային ժողովը պետք է քվեարկի մեր տեխնացություններին եւ վստահ չեք, որ ձեր թիմը ձեզ այնտեղ կընտրի։ Ես մեր թիմի վրա առավել քան վստահ եմ, բայց ես կարծում եմ, որ պարկեշտ չի դեռևս վերջնական զուգահեռ պարկեշտ է բաժանել պաշտոնները, Պարոն Կիրակոսյան, պաշտոնները չեն բաժանվում նախ։ Ընտրվում են տեխնացություններ։ Բայց ամեն դեպքում նորմալ չի, պարոն Ալեքսանյան, առաջին հարցը կպատասխանի։ Նորմալ չի, որ դե որոշումը դեռ չկա, դուք արդեն ազգային ժողովի պաշտոնների հետ կապված։ Ես ձեզ վստահեցնում եմ ընդդիմադիր բոլոր կուսակցություններում հենց հիմա, այսինքն բոլորը որն է, այդ երկու փոքրիկ խմբակներ չէ անցել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ երկու փոքրիկ խմբակներում հիմա նույն process-ի պակաս ժողովրդավար, պակաս թափանցիկ, մեկ մարդու որոշմամբ, մեկ մարդու ձեռքի հարվածով որոշումներն են կայացվում։ Մեր դեպքում մենք թափանցիկ, հարգելի գործընկեր, մենք թափանցիկ կերպով, ժողովրդավարական եղանակով, այո, ընտրում ենք դոնթի բանաձևով մեզ հասանելիք պաշտոնների համար տեխնացուներ եւ ես չեմ կարծում որ այստեղ որևիցե մի դատապարտելի բան կա կամ առհասարակ կարող է կարծում եմ կներեք հազար ներողություն պարոն Կիրակոսյան կարծում եմ այ օրինակ եթե գնաք ընդդիմադիր երկու փոքրիկ խմբակներին հարցնեք իրենց մեջ ոնց են օրինակ որոշել թե իրենցից ով պիտի լինի, օրինակ խմբակցության ղեկավար, օրինակ X հանձնաժողովի նախագահ, դուք շատ կզարմանաք։ Պարոն Ալեքսանյան, դուք որպես ապագա փոխնախագահ ազգային ժողովի աշխատելու եք այն ուղղությամբ, որ խոսույթը ինչ որ ձև մեղմվի ազգային ժողովում հնչող օրինակ։ Բնականաբար, ինչպես գիտեք, ես ազգային ժողովում այն քիչ падգամավորներից եմ առնվազն, ովքեր որ շատ ելույթ են ունենում, այդ
Շարունակեք։ Ես մշտապես հանդես եմ գալիս շատ պարկեշտ եւ առանց վիրավորանքների խոսքով։ Ալեքսանյան, Չէ, դուք եք քացով հարվածում Վահե Հակոբյանին, դուք Պարոն Կիրակոսյան, քացով հարվածը խոսույթի մաս չի կազմում։ Դուք չէիք վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը ձերը չէ։ Վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը իմ կարծիքով շատ գրական եւ շատ տիպիկ բնութագրող արտահայտություն է կոնկրետ տեսակի մարդկանց համար ու չեմ կարծում առհասարակ դրա համար։ Չէ, մի րոպե։ Դուք ձեզ համարել եք այս գումարման խորհրդանի ամենապարկեշտ պատգամավորներից մեկը, ճիշտ է։ Միանշանակ։ Այդ շշշ։ Դե հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի հատ ընդդիմադիր մամուլը ուղղակի ուսումնասիրեք ու տեսեք թե իմ անվան հետ կապվող առհասարակ ինչ բացասական բան կա։ Միջև վերջի 2 տարին պարբերաբար խոսում էին իմ ավելորդ քաշից, ինչպես տեսնում եք վերջին 2 տարում այս մի խոսույթը առնվազն պակասել է մեծ հաշվով ես իմ անվան հետ կապվող որևէ Վեճերը, բայց դուք եք այն հայտնի վեճը, որ Վահե Հակոբյանի հետ դուք նախահարցակ Չէ, եղաք։ կներեք, նախահարցակ չեղավ, երբ որ ազգային ժողով եկել էին մարդիկ, ում թվաց, որ իրենք կարող են ազգային ժողովում բռնություն գործադրել ու դա տենց իրանց աշխատանքային լեզվով ասած սայձյոտիմ սրուկ, ես գտա, որ չէ, կներեք, իրենք ազգային ժողով բերեցին բռնությունը, իրենք ստացան դրա պատասխանը։ Ես կարծում եմ, որ դա պարկեշտության սահմաններում Մի հարց էլ ես մեծ ունեմ սիրով։ պարոն Ալեքսանյան, հիմա մամուլում կան ինչ-որ քննարկումներ, թե ընդդիմությունը ինչպես է բաժանելու այդ փոխոսնակի պաշտոնի հետ կապված եւ այլն։ ՔՊ-ն քննարկում ունեցել է, օրինակ, ոնց կընտրի տեխնացուներին, որոնք կառաջադրին ընդդիմությունը։ Այս հարցին դեռ շատ վաղ է պատասխանը։ Բա ընդդիմությունը չէր վիճարկում բանը, սահմանադրական դատարանում բաները։ Բա ընդդիմությունը այնտեղ վիճարկում է, Սամվել Կարապետյանի եղբայրը ծովափում է, իրանք արդեն պաշտոններն են բաժանում, իրանց դեպքում բաժանել բառը շատ ճիշտ է ասված, որովհետեւ բաժանել։ Չէ, ձեր գործընկեր լրագրողն է ասում, որ կա ինչ-որ process, ու այնտեղ էլ վստահ լինելով, որ այնտեղ հաստատ ժողովրդավարական փակ գաղտնի քվեարկություն տեղի չի ունենում։ Դուք ծովում չեք հանգստանում։ Անկեղծ ասեմ, ձեզ վերջին 5 տարում չեմ հանգստացել ու այս տարի հույս ունեմ կհասցնեմ, ինձ հաջողություն մաղթեք նաև այդ գործում, շնորհակալ եմ բոլորին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար